Ողջույն, ես Յուզին եմ եւ բարիքալուստ YouTube-յան ալիք։ Այսօր մենք խոսելու ենք աշնանային նորաձևությունից։ Ուղղակի դա իմ ամենասիրելի թեման է, որովհետեւ ես գժվում եմ աշնան համար ու չկա այդպիսի եղանակ, երբ դու կարող ես այդքան գեղեցիկ կողակուսները համադրել, ինչպես աշնանը, որովհետեւ ձմռանը շատ ցուրտ է դրա համար, ամռանը շատ շոքային օրինակ հագուստի շերտավորում անելու, իսկ գարնանը ինձ համար միշտ անհասկանալի եղանակ է մնացել, որովհետեւ գարնանը ավելի գեղեցիկ է օրինակ գունավոր հագուստներ հագնել եւ այլն։ Իսկ ես այն մարդն եմ, ում պահարանի 99%-ը սև հագուստներ են։ Դրա համար աշունը ինձ համար իդեալական է։ Վստահ եմ, շատ է պատահել, որ օրինակ Pinterest-ից տեսել եք ինչ-որ լուքեր, փորձել եք կրկնել եւ այլն, ու չի ստացվել դա։ Ինչ որ բաներ խանգարել են, չեք հասկացել պատճառը։ Մենք դրանից ենք խոսելու այսօր։ Ու ձեզ ցույց եմ տալու մի քանի լուքեր, որ ուղղակի, չգիտեմ, շատ սիրուն են ու կարելի է կրկնել։ Նախ իմ ամենամեծ խորհուրդը ձեզ կլինի այն, որ ունենաք բազային հագուստներ։ Որտեվ եթե չունենաք բազային պահարան ու միայն տրենդային հագուստներ գնեք դրանցով փորձեք լուքեր կազմել, այդ ամենը այդքան էլ լավ չի ստացվելու, որտեվ մեծամասամբ լուքերի հիմքում ընկած է բազային հագուստները։ Աշխատեք դրա ուղղությամբ ու նույն խնդիրը ես եմ ունեցել, երբ փորձում եմ ինչ-որ գեղեցիկ լուքեր հավաքել ու հասկանում եմ, այդ ամենը չի ստացվում, ու ես հասկացա ուղղակի պատճառը ես չունեի բազային պահարան ու ամեն տրենդի հետ ես գնում էի այդ տրենդային հագուստները եւ այլն, դա մաքսիմում հագնում էի մի քանի ամիս ու դրանից հետո այդ հագուստները իմ պահարանից ես հայտնեցի, որովհետեւ հասկացա ես դրանք ընդհանրապես չեմ հագնում։ Իմ ամենասիրելի ոճը դասական ոճն է, առանց ավելորդությունների ու շատ սիրուն համադրված։ Եկեք անցնենք առաջին լուքին։ Կարող եք ուշակել ինչ է լինելու։ Իհարկե աշնան ամենամեծ տրենդը այս տարի չգիտեմ ինչի է այդպես բում եղավ French coat։ Մի րոպե։ Ահա ինչի մասին է խոսքը գնում, ուղղակի սրանք այս տարի այնքան տրենդային դարձան ու սրա կարճ տարբերակներն է հիմա շատ տրենդային, ինձ մի կերպ եմ ես զսպում չգնամ ու չգնեմ դրանք, որտեվ կոնկրետ այս French coat-ից ես երկու հատ ունեմ, մեկը ավելի հաստ, մեկը այսպես բարակ, բայց այս բարակը ինձ ավելի է դուր գալիս, որովհետև ավելի պրակտիկ է, այդպես ծառայության զգացողություն չեք ունենում։ Եկեք սա համադրենք։ Ես այսպիսի բարձրակրունկների հետ եմ ուզում համադրեմ ու իրանք այսպես ցանցով են։ Սա ուղղակի իմ ամենասիրելի տրենդն է երբևիցե հայտնված, ես ուղղակի գժվում եմ այս ցանցերի համար։ Եկեք հագնենք։ Առաջին ու իմ ամենասիրելի տարբերակը այս հագուստը համադրելու դա հագնել այնպես, ինչպես ինքը կա, առանց ավելորդ շերտավորումների ու առանց ավելորդ հագուստներ համադրելու։ Այստեղ կցանկանամ ուշադրություն դարձնեք այս բարձրակրունկներին, իրանք ինձ թվում է իդեալական են այս սրա համար։ Ես թվում այս վերարկուն ու այս կոշիկները իրար համար են ուղղակի ստեղծված։ Բայց այսքանով իհարկե չի ավարտվում մեր լուքը, մենք ինչ պետք է ավելացնենք, իհարկե աքսեսուարներ։ Ուրեմն սա կարելի է այսպիսի ակնոցների հետ համադրել։ Այս ակնոցները ես հազվադեպ եմ կրում, բայց այս լուքի հետ ինքը ինչ որ շատ գեղեցիկ է։ Միշտ outfit կազմելիս մի մոռացեք ակնոցների մասին, որտեղ իրենք ավելի քան մեծ դեր ունեն, քան դուք պատկերացնում եք։ Խնդրում եմ շատ սիրուն է։ Ու ակնոցներից զատ նաև պետք է օգտագործենք ականջողեր։ Ես այս ականջողերն եմ շատ սիրում։ Ու իրենք այսպես կպչուն են։ Այսինքն կարող են ձեր ականջները ծակ չլինել ու դուք ուղղակի կարողանաք այս ականջողերը օգտագործել։ Okay, անցնենք հաջորդ լուքին։ Նախորդ լուքը ես գնահատում եմ 10-ից 10։ Ուղղակի իմ ամենասիրելի ոճով է ինքը համադրված ու շատ աշնանային է։ Ինձ թվում է այդ outfit-ը ու աշունը իրար համար են ստեղծված։ Հաջորդը եւս վերարկով ենք համադրելու ու նույն ձևով։ Այս վերարկուն իրականում ես այսպիսի հագուստներ երևի տարվա մեջ մի անգամ կարող եմ հագնել, բայց ես իրան անիմաստ չեմ գնել։ Ու շատ սիրուն կարող ենք իրան համադրել, նորից առանց շերտավորման, ուղղակի այսպես հագնում ենք։ Վաու, եկեք ցույց տամ։ Այս վերարկուն, ինձ թվում է դուք չեք ուժակի ինչի հետ եմ ես համադրելու, կոշիկ ուղղակի տեսեք։ Իմ լաբուտենների
Ես լաբուտենների համար խենթանում եմ, որովհետև իրենցից էլեգանտ ու կանացի կոշիկներ չեմ հանդիպել։ Ու իհարկե, իրենց հետ չենք մոռանում ակնոցները, բայց այս լուքի հետ ուրիշ գույնի ակնոց համադրելը դա շատ սխալ որոշում կլինի։ Սրանք Versace-ի ակնոցներ են։ Հետևի ֆոնում ինձ թվում է նկատել եք, ուղղակի քվալիտայի տուփեր են շարած։ Իրանց նոր սեթը ինձ թվում է հասկանալի է ինչքան եմ ես հավանել, ամբողջը իմ սենյակում ուղղակի քվալիտայի նոր պրոդուկտներն են։ Լավ չշեղմենք։ Սա մեր երկրորդ outfit-ը։ Բայց ես նոր հիշեցի, որ ես անցած լուքի հետ, երբ ամենակարևոր դետալն եմ մոռացել, պայուսակը։ Ոնց կարելի է լուքը համադրել առանց պայուսակի մի րոպե։ Իմ պահարանում ես շատ մեծ պայուսակների կոլեկցիա ունեմ։ Բայց այս լուքի համար ուղղակի չգիտեմ։ Սա մեր երկրորդ լուքը։ Okay, նախորդ երկու լուքերը այսպես շատ ստացված են։ Ուղղակի պատկերացրեք այդ լուքերով օրինակ համալսարան աշխատանքի գնալ, ինչքան սիրուն կնայվի ու ասեմ ես Բրյուսելում եմ սովորում։ Այնտեղ լրիվ նորմալիզացված է այսպիսի լուքերով դասի գնալը, որովհետև Բրյուսելի 90% աղջիկներ են, հետևաբար բոլոր աղջիկները ուզում են իրենց սիրուն լուքերը ցույց տալ։ Դրա համար Բրյուսելում ոչ ոքի չի զարմացնի նման ժորերով։ Ինձ թվում է իմ համադրությունների հիմքը տեսակ ինչից է կազմվում, այսինքն կարևոր է օգտագործել շատ աքսեսուարներ, իհարկե տեղին ու գեղեցիկ գույները համադրել, բայց մենք դեռ մի լուք էլ ունենք։ Այս լուքը լրիվ ուրիշ ոճի մեջ է ու ուղղակի դուք կգժվեք այս շորի համար, եթե տեսնեք։ Չգիտեմ, շատ լավն է ինքը, իրան ծառայից են գնել ու ինքը այնքան գեղեցիկ ու կանացի շոր է, որ զյան ուղղակի կապսոսամ տարվա մեջ հագնեմ, որպեսզի ինչ-որ բան չփչանա իր վրա։ Ես հասկացա, որ այսօրվա բոլոր լուքերը ես նույն ձև եմ համադրել, այսինքն ոչ մի ավելորդ հագուստ իր վրայից։ Սա ենք այդպես համադրելու։ Ու եկեք ցույց տամ։ Ուղղակի այստեղ նայեք, ինչքան իդեալական է ինքը, այսպես կոնքերը գրկում, չգիտեմ, իր երկարությունը, այս հագուստները այնքան իդեալական են իրան կարված, որ ուղղակի կարող եք հենց այսպես հագնել ու ինչ-որ հագուստների հետ համադրած։ Բայց ինչպես տեսնում եք, այսօր ես ավելի տրամադրված եմ այսպես հագուստները համադրելուն։ Նախ ակնոցներից այս սելիններն են իր հետ շատ սիրուն։ Մնաց ընտրենք կոշիկները ու պայուսակը։ Պայուսակից ես արդեն գիտեմ ինչ եմ վերցնելու։ Երևի ես քելին ես այսօրվա համար էի գնել, խնդրում եմ։ Իր հետ իդեպ շատ սիրուն կլիներ սովորական բալետկաներ համադրելը, որտեղ բալետկաներ իրանք շատ կլասիկ են ու ինձ թվում է լուքի հետ էլ շատ հավես կստացվեր։ Ես գիտեի ինչ եմ ասում։ Ես վերնասկեստը միանգամից հագնելիս ես պատկերացրել եմ ինքը ինչ տեսք պետք է ունենա, որպեսզի այսպես շատ էքստրա չլինի։ Ինքը շատ սիրուն լրացնում է այս լուքին։ Okay, սա մեր վերջին լուքն էր, հուսամ այսօրվա լուքերը դուք հավանեցիք, լիքը բան հասկացանք, ինչպես պետք է աշնանային լուքերը այսպես համադրել եւ այլն, ուղղակի ինձնից խորհուրդ, ուշադրություն դարձրեք մանր դետալներին, որքան էլ իրանք փոքր են երևում, իրանք շատ մեծ դեր ունեն, ու այդպես մանր դետալներով մեր գեղեցիկ համադրությունները այսպես ստեղծվում, կարող եք ներքևում գնահատել իմ լուքերը, իսկ մենք կհանդիպենք։ Пока։